զեկուցվող հարցով ներկայացնում եմ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։ Իհարկե ընդունված է, որ կառավարության ծրագիրը առավել մանրամասն քննարկում ենք ազգային ժողովի նիստում եւ բնականաբար ենթադրաբար մյուս շաբաթ տեղի ունեցող ազգային ժողովի նիստում ես եւ մեր գործընկերները հանդես կգանք մանրամասն զեկույցով։ Կառավարության նիստի ձևաչափում ուզում եմ ընդգծել հետեւյալ առանձնահատկությունները։ Կառավարությունը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով եւ շատ կարեւոր է արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչը նշանակում է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Ճիշտ է, այդ գաղափարախոսության, այդ հայեցակարգի մասին 2024 թվականին ես խոսել եմ լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ նաեւ կառավարող կուսակցության մշտական գործող մարմնի ղեկավար եւ բնականաբար կառավարությունն էլ եւ խորհրդանական մեծամասնության մեր գործընկերները կառավարող քաղաքական ուժի վարչությունը այդ գաղափարախոսությունը, այդ հայեցակարգը կիսել են, բայց իհարկե մենք այդ գաղափարը կիսել ենք նաեւ ժողովրդի հետ, բայց ժողովուրդը արտահայտվելու, արձագանքելու դե յուրե հնարավորություն չի ունեցել։ Դե ֆակտո մենք տեսել ենք, որ այդ գաղափարախոսությունը քայլ-քայլ արժանանում է ժողովրդի աջակցությանը։ Եվ բայց շատ կարևոր էր ընտրությունների արդյունքները այս տրամաբանությամբ եւ սա շատ էական եւ կարևոր հանգրվան է, որ մենք կարող ենք արձանագրել, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական գաղափարախոսություն է, որով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը։ Սրանից բխում է հաջորդ արձանագրումը, որը ֆիքսված է նաև կառավարության ծրագրի նախագծում, որ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։